Ադրբեջանական Silkway ավիաընկերությունը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում շատ է հայտնվել։ Վերջին նյութարը 2022-ին էր, երբ Washington Post-ը հետաքննեց ու պարզեց, որ աֆղանական պատերազմի ամենաթեժ փուլում Ադրբեջանն ԱՄՆ-ի ու դաշնակիցների համար բացել է օդային տարածքը, փոխարենը ստանալով ավելի սերտ դիվանագիտական համագործակցություն ու $369 միլիոն պայմանագրեր Silkway-ի հետ։ Զենքի փոխադրումներով աչքի ընկած ընկերությունը, որից ի դեպ բաժնեմասեր ունի նաև Ալիևների ընտանիքը, 3 տարի անց դարձյալ ամերիկյան կողմից կառավարական Exim բանկից $339 միլիոն վարկ է ստացել Boeing ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Անշուշտ անձնական բիզնես շահերի համար են աշխատել ու լավ են աշխատել ադրբեջանի լոբիստները։ Փորձագետներն ասում են, նախ սովորական բիզնես գործարք է, հետո նոր քաղաքականություն։ Երբ որ այսպիսի գործարքներ քննարկում են, արդեն նախնական փուլում բոլոր ընկերությունները անցնում են clearance-ի գործընթացը։ Ստուգում են ամեն ինչ։ Իրանք չեն կարող չտեսնել, որ իրանք Սերբիայից զենք են կրում, Թուրքիայից զենք են բերում, Իսրայելից զենք են բերում եւ այլ մի շարք երկրներից։ Անցած նոյեմբերին բանկի ներկայացուցիչները մեկնել էին Բաքու մասնակցելու COP29-ին։ Իսկ Silkway-ը այն ընկերությունն է, որը COVID-ի տարածման սկզբնական շրջանում առաջին օգնությունն է տարել Միացյալ Նահանգներ։ Բաքուն վաղուց էր աշխատում այս գործարքի կնքման համար։ Հասկանում է, որ փողերը բույր չունեն։ Ադրբեջանը այդ առաջից բնականաբար օգտվեց եւ շատ են ռեպորտաժները, որտեղ ցույց են տալիս, որ առաջին օգնությունը Միացյալ Նահանգները առաքվում հենց Silkway-ի օգնությամբ։ Այնպես որ ադրբեջանցիք շատ ակտիվ աշխատում են այս ուղղությամբ, այդ միջոցները սերցան ծախսելու են ամերիկյան շուկայում իրենց կարիքները հոգալու համար։ Բիզնեսը այդուհանդերձ շատ կարևոր գործ է անում ցանկացած երկու պետության միջև հարաբերությունների տեսանկյունից, իսկ Թրամփով բիզնեսմենը իր մտածելակերպով բնականաբար նման տեսակի գործարքներին առաջնահերթություն է տալիս։ Այստեղ չենք կարող չհիշել հայ-ամերիկյան ռազմավարական պետական համագործակցությունը, որը դեռ որևէ տեսանելի արդյունք չի բերել։ Վաշինգտոնն այս մասին հետևողականորեն լռում է։ Հայաստանի արտգործնախարարի այցից հետո նորություններ չկան։ Սրան զուգահեռ Ալիևն ամեն ինչ անում է Թրամփին դուր գալու համար։ Ընտանեկան բիզնես գործարքները հաջողում են, պետականները փաստորեն մնում թղթի վրա։ Այսօրվա Հայաստանը հակված է նրան, որ ավելի ցենց ինչ որ սիրուն փաթեթ անի առանց որևէ բովանդակության, օրինակ ստորագրել Միացյալ Նահանգների փաստաթուղթը, որը ոչ մեկ չի կարող ասի, որ ինքը այսօր լիովին ռելևանտ եւ ակտուալ է։ Թրամփը դեռ չի որոշել Բաքվին ռազմական օգնությունը արգելող 907 բանաձևի ճակատագիրը։ Ըստ Ամերիկագետի որոշման մասին ավանդաբար կոնգրեսին հայտնում է այս ամսվա վերջին։ Կամ Թրամփը կշրջանցի բանաձևը եւ կսկսի ակտիվ աշխատել Ադրբեջանի հետ, կամ չի շրջանցի եւ Ադրբեջանը կմնա սանկցիաների ցուցակում։ Բայց չմոռանանք, որ Վաշինգտոնի լայն փակած աչքերի առաջ են վստահաբար հաստատել Ալիևի պատվերները կատարող ավիաընկերության վարկը։ Տիգրանուհի Գուրգինյան, ժամը լրատվական։